Դատավորի որոշմամբ Գարեգին Բ-ի եղբայրը 68-ամյա Գևորգ Ներսիսյանը կկալանավորվի 1 ամսով, այս մասին հայտարարել է վերջինիս փաստաբանը։ Մեր տեղեկություններով խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, նաև վերջինիս որդու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ։ Հոկտեմբերի 27-ին անհետացած Գեղարքունիքի մարզից Ափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովին, որի մարմինը 3 հայտնաբերվել էր գյուղին հարակից Դաշտամիջյան հատվածում, նախնական տեղեկություններով սպանել է հայրը խեղդամահ անելու ճանապարհով։ Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Տիգրանի հոր Արմեն Հովհաննեսովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Էջմիածնի քիմիկների զորամասի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 4 անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Արարատ Նյուզի հարցմանի պատասխան հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Քննվող քրեական վարույթն առնչվում է զորամասից խոշոր չափերով գույքի ապշտակությանը։ Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել 4 անձի, այդ թվում ՊՆ ծառայողների։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Պաշտպանության նախարարը ճեպազրույցում անդրադառնալով քննադատություններին, թե Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանն իր ռազմական բյուջեն է կրճատում, ապա այս համատեքստում պատասխանելով լրագրողի հարցին Հայաստանը շարունակում է զինվել այն ինտենսիվությամբ, ինչ մինչև օգոստոսի 8-ն Պապիկյանը ասաց. Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները։